Հարգելի լրագրողներ, տեսեք, ամեն անգամ այսպես հումանիտար խնդիրներ են արձանագրում եւ փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր երկրում հենց հումանիտար խնդիրներով ամեն օր խոշտանգում է հայ մարդուն, որովհետեւ հումանիտար խնդիրը հոգեբանորեն խոշտանգում է յուրաքանչյուր մարդու նկատմամբ եւ քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրում չի գտնվում, Դավոսում է, մենք 3 շատ ուշ ժամի իմացանք նրա Դավոս մեկնելու մասին, այլապես մենք հենց այսօր կպնդեինք ու կպահանջեինք, որ պետք է ինքը մեզ ընդունի եւ այս նամակում, որ ասում ենք հրատապ, ի նկատի ունենք, որ պետք է Փաշինյանը մեզ ընդունի, մեզ այս ծնողներին նաև ընդունի մինչև երկշաբթի, երեքշաբթի օրը։ Նամակի այդ հիմնական բովանդակության մասին արդեն խոսեցին Բորիսը Բելյան, մենք ինչ ենք պահանջում Նիկոլ Փաշինյանից։ Մենք հստակ հայտարարում ենք, որ այս հարցը այլևս չի կարելի հետաձգել։ Պահանջում ենք անհապաղ ընդունելություն նախ Նիկոլ Փաշինյանի կողմից, հստակ ժամկետների հրապարակում 23 թվականի զոհված արցախցիների եւ հուղարկավորվածների աճուների Հայաստան տեղափոխման հարցում։ Գործողությունների իրականացում անմիջապես, առանց այդ իրենց քննարկումների չգիտես ինչի, որովհետեւ սա հումանիտար ու պետական պարտավորություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող կամ չի պատրաստվում կատարելու այս կենսական պահանջները, մենք ստիպված կլինենք դիմել միջազգային կառույցներին, հանրային ու միջազգային հարթակներում բարձրաձայնել Հայաստանի կառավարության անգործության մասին, ինչպես նաև կօգտագործենք մեր բոլոր օրինական միջոցները պաշտպանելու մեր իրավունքները ու մեր հարազատների հիշատակը, որովհետև մենք չենք հանդուրժի, որ ադրբեջանցին շարունակի պղծել մեր հարազատների գերեզմաները։ Հիմա մենք այս նամակը կհանձնենք այստեղ նամակների բաժին, տեսեք Բորիսը ասաց, որ եթե չընդունի, նստացույց ենք անելու, որովհետև եթե ցորեն, բրինձ, մակարոն եւ այլ բերում եք, բերեք սա մինչև այս մարդկանց Արցախ վերադարձի հարցը կլուծվի։ Հարգելի ծնողներ, մոտ 30 ծնող է ստորագրել այս պահին այս նամակի տակ, ինձ զանգահարեցին ծնողներ, ովքեր դեռ ճանապարհին են, բոլոր նամակների տակ ծնողները Ինչ ենք առանցին դիմել այստեղ արտգործնախարարություն, որ այստեղից նամակը հանկարծ չուղարկվի արտգործնախարարություն, այնտեղի լրատվականն էլ որոշի պատասխանել այս ծնողներին։ Պիտի մեզ ընդունի եւ Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ այս հարցի հասցեատերը իրենք են։ Հիմա հարգելի ծնողներ, առաջանանք նամակը հանձնենք։